Օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ այս ամբիոնից բարձրաձայնել ալկոհոլային խմիչքներ արտադրող մեր հայրենակիցների խնդիրների մասին, որեր առաջ ես այս ամբիոնից ասել եմ, որ խնդիրը շատ լուրջ է եւ եթե այսպես շարունակվի, մեր տնտեսվարողները բավականին խոշոր վնասներ կկրեն եւ իմ մտավախություններն ու մտահոգությունները ցավոք սրտի արդարացան եւ այսօր արտադրողները բողոքի ակցիա էին իրականացնում Վրաստանի դեսպանատան մոտ եւս մեկ անգամ հիշեցնեմ ինչի մասին է խոսքը խմիչք արտադրող մեր հայրենակիցները, որոնք որ հիմնականում իրենց արտադրանքը իրացնում են ԵԱՏՄ երկրներում, տարանցիկ բեռ հանդիսանալով կանգնեցվում է Վրաստանում, շաբաթներ շարունակ բեռները մնում են այնտեղ, իբր թե նմուշառում իրականացնելու, որ իրավունքը վրացական կողմը չունի, դա տարանցիկ բեռ է, պլոմբները պոկում եւ հայկական բեռները հայտնվում են, նորից եմ կրկում, շաբաթներ շարունակ հայտնվում են մի իրավիճակում, որը որ բերում է իրանց կռախի տնտեսության։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աշխատողներ մնում են գործազուրկ, այն պայմանագրերը, որ կապել են ուրեմն Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ երկրների, նաեւ բացյան երկրների հետ, այդ պայմանագրերի արդյունքում բավականին խոշոր տուժտուգանքներ են վճարում եւ փաստացի այս ոլորտը անմխիթար իրավիճակում է հայտնվում։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ձեզնից լսել այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել եւ ի վերջո այս հարցը ինչ լուծման փուլում է եւ ինչ կարող ենք առաջարկել մեր տնտեսվարողին այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալու համար։ Վահագն Թունյան